Հայոց բանակը 25 տարեկան է, բարի երեկո, եթերում Press Review-ն է, ես Արինե Գեղամյանն եմ։ Հունվարի 28-ին տոնեցինք բանակի 25-ամյակը, այն, որ մեր բանակը մեր անկախության միակ երաշխիքն է եւ արժանի է մեծարանքի, որևէ մեկը չի հերքում, սակայն բանակի մասին պաթոսախառը երգեր երգելով եւ տարբեր ամբիոններից ճառեր ասելով բանակում եղած խնդիրները չեն լուծվում։ Մանավանդ, որ գրեթե ամեն օր մենք լսում ենք զոհերի մասին եւ ոչ պատերազմական վիճակում ունեցած զոհերի թիվը փոքր չէ։ Մեդիալաբը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ, որը նշում է, որ 2016 թվականին եղել է 13 սպանություն ու 13 ինքնասպանություն, ինչը գերազանցել է նախորդ տարիների տարեկան ցուցանիշը։ Սա արտառոց իրավիճակ է եւ չափազանց մտահոգիչ։ Եվ ցավալին այն է, որ ըստ իրավապաշտպանի չկա այս ամենով մտահոգ ղեկավարություն։ Խաղաղ պայմաններում արձանագրված մահվան դեպքերի ժամանակ պատշաճ քննություն չի կատարվում իրավասու մարմինների կողմից։ Տարիներ շարունակ մահացած զինծառայողների ծնողներն արդարություն են պահանջում, բայց ապարդյուն։ Կատարվում է կեղծ ու շինծու քննություն, կոծկվում են մահվան հանգամանքները։ Նախորդ տարի արձանագրված 13 ինքնասպանության դեպքը շատ մեծ ցուցանիշ է։ Դեռ հայտնի չէ դա սպանություն է, թե ինքնասպանություն։ Ես իմ ուսումնասիրած փորձի հիման վրա կարող եմ ասել, որ հիմնականում սպանությունները որակում են ինքնասպանություն։ Վերեմ վերջին դեպքը, օրերս Տավուշում մարտական դիրքում մահացած Շավարժ Գալստյանի մասով քննչական կոմիտեն միանգամից հաղորդագրություն տարածեց եւ նրա մահը ինքնասպանություն որակեց։ Հաջորդ օրը մենք իմացանք, որ այդ տղան բռնության հետքեր ունի իր վրա։ Իսկ եթե զինվորի վրա բռնության հետքեր կան, շատ դժվար է ասել, որ ինքնասպանություն է տեղի ունեցել։ Եվ պատասխանատուներից որևէ մեկն այսօր չի մտածում այդ իրավիճակը փոխելու մասին։ Քննչական կոմիտեն գլխավոր դատախազության վերահսկողությամբ ով կոծկում է այդ բոլոր դեպքերը եւ անպատժելիության բռնության մթնոլորտը զորամասերի ներսում պահպանվում է։ Իրավապաշտպանը նաեւ նշում է, որ բանակում զոհվում են սոցիալապես անապահովների երեխաները եւ ինչպես ցույց տվեց հատկապես ապրիլյան պատերազմը, իսկապես զոհվածների մեծ մասը անապահով ընտանիքների երեխաներ էին։ Հերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ Facebook-ի իր էջում գրել է. Քաղաքական ուժերն իրականությունից կտրված են լրիվ, վաղուց են կտրված։ Դաշինքներ կազմելու ձեր երեխաներին, փեսաներին էս ու այնտեղ խցկելու փոխարեն գումարտակներ կազմեք ու կրակել, պաշտպանվել սովորեք, որովհետև ընտրատեղամաս գնալու փոխարեն շատ հավանական է պատերազմի դաշտ գնանք։ Համենայն դեպս Ալիևը շաբաթը մեկ դրա մասին ասում է, հենց դուք եք նրան դա ասելու հնարավորությունը տվել, Հայաստանը դարձնելով ձեր բիզնես պրոյեկտը։ Ու գոնե պիտի ապրիլից հետո հասկանայիք, որ այս անգամ պատերազմը սահմանում ավարտելուց հետո այդ տղերքը գալու են ձեր հետևից։ Բայց մեր պետ պաշտոնյաները ոչ միայն չեն հասկանում դա, այլև շարունակում են սովորականի նման ապրել, միմյանց պարգևներ ու շքանշաններ տալ, մսխել պետբյուջեի փողերն ու բանակի օրն էլ եռաբլուր գնալով իրենց անելիքը կատարված համարել։ Մեր իշխանիկները ոչ միայն թիկնապահների ջոկատներ ունեն, այլև սպասարկուների մեծաքանակ անձնակազմ, օրինակ, նրանք բոլորը հովանոց բռնողներ ունեն, չէ՞ որ նրանք կեղեքված ու հյուծված երկրում արքաների նման են ապրում։ Իսկ այն զինվորները, ովքեր ապրիլին հերոսաբար պաշտպանեցին մեր հայրենիքը կամ զոհվեցին, կամ էլ հիմա հարկադրված են պայքարել իրենց հասանելիքը ստանալու համար։ Թերթ.am-ը գրում է զինկոմիսարիատում զինվորի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջել են ապրիլյան գործողություններին մասնակցելու հատվածը։ Թերթ.am-ի խմբագրությունը դիմել հունվարի 17-ին զորացրված Հայկ Գինովյանը, բողոքելով, որ զորացրվելու ժամանակ իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել է հատվածն այն մասին, որ ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին։ Հայկը Թերթ.am-ի խմբագրությունը ներկայացրել իր ու նույն զորամասում ծառայած ընկերոջ զինգրքույկների լուսանկարները։ Մեզ չեն պատճառաբանել, թե ինչու են նման կերպ վարվել, ուղղակի անվավեր են ճանաչել զորացրվելու ժամանակ։ Իմ գրքույկում միայն գրված է, որ ես իրականացրել եմ մարտական հերթապահություն, իսկ մարտական գործողություններին իմ մասնակցությունը չի հաստատվել։ Այսինքն ստացվում է, որ մենք չենք մասնակցել քառօրյա պատերազմին, ինչը ճիշտ չէ եւ անարդար է, որովհետեւ ես ապրիլի 2-ից հունիսի 12-ը դիրքերում եմ եղել ու մասնակցել եմ այդ ամեն ինչին։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Թերթ.am-ին ասել է, որ դա մասնավոր դեպք է եւ իրեն կպատասխանեն ուսումնասիրելուց հետո միայն։ Ընդհանրապես նման դեպքեր նախորդ զորացրման ընթացքում եղել են արդեն, ինչպես նաև նախորդ զորացրման դեպքում բոլորն ուսումնասիրվում են, ովքեր մեզ դիմում են, խնդիրը անհատական մոտեցում է պահանջում, ասել է Հովհաննիսյանը։
Ցավոք բանակի մասին այսօրերին հայրենասիրական բազում ճառեր լսեցինք զինվորական համազգեստներով խրամատներում լուսանկարվող հանրապետականներից, որոնց մեծ մասը բանակում չի էլ ծառայել։ Պոլիտիկ կայքը նշում է, որ այս իշխանությունները շռայլորեն զինվորական մեդալներ է պարգևատրում նման գործիչներին։ Օրինակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը եւ Տարոն Մարգարյանը բոլորն էլ չեն ծառայել բանակում, սակայն չգիտես ինչու պարգևատրվել են զինվորական մեդալներով։ Այս գործիչները հաճախ հպարտանում են ազգային բանակով, նշում, որ այն մեր երկրի պարծանքն է, որևէ մեկը մինչ այսօր չի բացատրել, թե այս երիտասարդները ինչու չեն ծառայել, այդ ինչ ծառայություն են մատուցել մեր պետությանը, բացի իրենց կարիերայից ինչ առաջընթաց են գրանցել։ Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը բժշկագիտության մեջ մեծ հայտնագործություն են արել, որը օգուտ է բերել մեր երկրին եւ բանակին, թե Էդուարդ Շարմազանովն ու Տարոն Մարգարյանն են անուրանալի ծառայություն մատուցել մեր պետությանը։ Իրականությունն այն է, որ նրանք բացի իրենց աթոռներին մնալու համար արված գործերից ոչինչ էլ չեն արել։ Այս մարդկանց համար բանակը սեփական PR-ն անելու գործիք է ընդամենը, իսկ իրական հերոսների ընտանիքները կարիքի ու չքավորության մեջ են, եւ այս անամոթությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկը այսօրվա իշխանության ձեռքին է։ Հաջողություն։